Սկսելով ալկոհոլային ճարպակալումից, ասենք որն է այն չափը, որ չպետք է անցնել, որպեսզի չլինի ճարպակալում, որովհետև քչերը գիտեն, որ ալկոհոլը, այո, շատ կալորիական է, օրինակ 100 գրամ օղին ունի 200 կալորիա, բայց 100 գրամ օղիով չեն բավարարվում սովորաբար, եթե սրան գումարենք այն սնունդը, որ միաժամանակ ընդունում ենք, պատկերացնում եք, որքան են կալորիաները կազմում եւ ճարպակալումը անխուսափելի է։ Կան հստակ չափորոշիչներ, ստանդարտներ, որն է չափը։ Տղամարդկանց եւ կանանց համար։ Այո, միջազգային չափորոշիչներ գոյություն ունեն, որոնցից 6 համարվում է ալկոհոլի չարաշահում, կանանց եւ տղամարդկանց համար 30 գրամ եւ 20 գրամ համապատասխանաբար։ Այսքան ամենօրյա օգտագործումը կոչվում է ալկոհոլի չարաշահում։ Գույնը նշանակություն չունի։ Չգիտեմ ինչու մարդիկ իրենց հանգստության համար գույնի հետ ասոցացվում է եւ իրենք արդարանում են, որ իրենք խմում են միայն օղի կամ չգիտեմ ինչ։ Այստեղ կարևորը ալկոհոլի քանակն է։ Քանակը օրական օգտագործումը արդեն համարվում է չարաշահում։